Կոնգերը սիրես ու դշտամի տադես, բայց ես ցեզի գսեմ, սիրեցեք ձեր դշտամիները, օրտնեցեք ձեր անիծողները, բարի կրեք անոնց, որ ցեզի կատեն, եւ աղոտ կրեք անոնց համար, որ ցեզի գրչաչարեն ու կհալածեն, որբեսի ձեր երկավոր որը որդիները լակ, բասնձի իր արևը գծակցնե, թե չարերուն եւ թե փալիներուն վրա, եւ անսրևը գդրգե, թե արդարներուն եւ թե մեղավորներուն վրա։ Բասնձի եթե դուք ձեզ սիրողները սիրեք, ինչ արագելություն ունենաք, չէ որ մաքսավորներն նույնը գրեն, եւ եթե միայն ձեր եղբայրներուն բարևտաք, ինչ ավելի գրեք ուրիշներեն, չէ որ մաքսավորներն նույնը գրեն։ Ուրեմն դուք կատարյալ եղեք, ինչպես ձեր երկնավոր հայրն կատարյալ է։ Եկեք միասին դերը պարապանենք, երկելով ոտքի վրա մեր առաջին երկը երթիվ 36, երթիվ 36։ Ինչպես որդին մարդու չեղավ սպասավորություն ընդունելու, հավա սպասավորություն ընելու և իր կյանքը շատերուն համար փրկանք տալու։ Ասենսի որդին մարդու եղավ, որպեսզի որ սպասը Ես երկունը, եթե մեկը ինձ մենես մտնե, պիտի փրկվի, ու պիտի մտնե ու ելե և արոտ մտնե։ Հարկ Հիսուս նորեն Հուսեստան անոցուցան, ես եմ աշխարհի լույսը, անգորին ետևեց կա, հավարին ետիքի չկար է, հավարին լույսը իմ է։ Եվ Հիսուս ըսավ անոնց,
ճշմարիտ կսեմ ձեզի, թե Մովսես չտվավ ձեզի երկնավոր հացը, բայց իմ հայրս կտա ձեզի ճշմարիտ երկնավոր հացը։ Հիսուս ասավ նրան. Ես եմ ճամփան ճշմարտությունը և կյանքը, մեկը, որը փող չկար, եկե ոչինչ չունի։ Հիսուսը սավանով, ես եմ հարություն ու կյանքը, ան որ ինձ կհավատա, թեև մեռնի, պիտի։ Եվ այն ամենը, որ կենդանի է ու ինձ կհավատա, հավիտյան չմերի, ու կհավատա։ Ասնձի Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդին տվավ, որպեսզի ամեն ով որ անոր հավատա, չգործվի, հավիտենական կյանք ունենա։ Ասնձի Աստված որ չհրկեց աշխարհը, որպեսզի աշխարհը թափի, հավա որպեսզի աշխարհը ամոթ կրկնի։ Ան որ կհավատա անոր չդատապարտվի, եւ ան որ չհավատա, անիկա արդեն դատապարտված է, վասնզի Աստծո միածին որդին անվանը չհավատա։ Աղոթենք։ Երկնավոր Հայր, ուզենք շնորհակալություն հայտնել քո շնորհքիդ համար, որ մեզի հասած է, մեր աչքերը բացած ես եւ տեսած ենք քունես Տերը։ Քունես օրդեր միան ճամփան, ուրիշ օրդեր անուն չկա, որ կրնանք կանչել եւ կրկնի։ Տեր այսօր եկած ենք քեզ բաշխելու, կանոն փառաբանելու, խոսիր մեզ օրդեր։ Այս կիրակի մեզ ավելի քեզ մոտեցնենք։ Հիսուսի անունով կխնդրենք։ Ամեն։ Շարունակենք Տերը փառաբանել երկերով 265-րդ երկը, այս երկի առաջին երկրորդ, երրորդ, չորրորդ համարներն երկենք։ 265։ Each
Կուզենք նա շնորհակալություն հայտնել ամեն անձինքները, որ եկեղեցին յութական ավես լիդերատություն գնեն կրնակ կգենան։ Անդամական ժողով հոկտեմբեր 19-ին, որ գիրագի գնե, պաշտամունքեր ամիջավես վերջ, վարը անդամական ժողովը գիտունենանք, մեր դարեգան անդամական ժողովը, թեթև ճաշ վրա պատրաստված պիտենա, մեր ժողովուրդեն կխնդրենք միտ պահել վերոշյալ թվականը ու շտաբավության մասնակցի, մեր յունեսկո համար այս շատ կարևոր դարեգան գործունեության։ Պաշտամունքյան վերջ տեղի ունեցող հյուրասիրությունը այսօր պատրաստված է դեր և դիգին Սարե և Սարա Հապերյաններուն կողմէ իրենց ամուսնության առաջին տարեդարձին ուրախ հայտով։ Շնորհակալություն կհայտնենք և կշնորհավորենք այս երիտասարդ զույգը իրենց մաղթելով երկար, ուրախ և օրտապել տարիներ միասին։ Աստվածաշունչի գիրագի հայ արևելականը երեսներու սովորությունն է հոկտեմբեր ամսու մեջ գիրագի հատկացնել Աստվածաշունչի կարևորությունը բացահայտելու ու շեշտելու անոր մեջի խոսքերուն գործառույթությունը քրիստոնեական հավատքի կյանքը ապրելու ուղղությամբ։ Հաջորդ գիրագի պիտի անդրադառնանք այս իրողությանը։ Շնորհակալ եմ ձեր ուշադրությամբ։ Պիտի գարտամ ասող սուտ խոսքեմ, հինք արագած, երորդ գլուխ մեգեն 7-րդ համարները, և վերջը պիտի հրավերեմ Բենջամինը, որտեսի տանքենով գարտամ։ Որտյագին մի մորնալի օրենքս, ապա կուսիրդը թող իմ պատվիրանքներս պահել, բասնզի կեզի երկայն օրեր ու գենթանության դարիներ և հաճողություն պիտի ալեցնը։ Ողորմությունը ճշմարտությունը թող քեզ չթողուն, զանոնք ու բարանոցից վրա գավե, քու սրդի տախտագին վրա կրեզան։ Այն ադեմ Աստծո և մարդոց առջև շնոր ու բարի համարում պիտի գտնես։ Քու բոլոր սրդովը Տերոջը աբավիրեն և քու իմաստությանդ մի վստահիր։ Քու բոլոր ջամփաներուց մեջ զանիգա ջանցիր ու անիգա քու շանիրներդ պիտի ուղե։ Թունքու աչքիդ առջև իմաստուն մի ըլլար, Տերոջմե բաղցիր ու չարությունը ետ կաշվե։ Ամեն։ Good morning, church. I'll be reading from Proverbs chapter 3, verses 1 through 7. My son, do not forget my law, but let your heart keep my commands. For length of days and long life and peace they will add to you. Let not mercy and truth forsake you. Bind them around your neck. Write them on the tablet of your heart. And so find favor and high esteem in the sight of God and man. Trust in the Lord with all your heart, and lean not on your own understanding. In all your ways acknowledge him, and he shall direct your paths. Do not be wise in your own eyes. Fear the Lord and depart from evil. Amen. Աղոթքի համար մեր յուքները խոնարհեցնենք։ Երկնավոր Հայր, այս առավոտ փառք ունենք քեզի, որպեսզի անգամ ևս կյանք շնորհեցիր եւ արիթը տվիր, որպեսզի ուտանդ մեջ հավաքվենք, քեզի փառավորելու, քեզի մեծարելու եւ պատվելու։ Շնորհակալ ենք քեզ, որպեսզի գողոքաս և մեզի դուհես և կարաչնորդես։ Շնորհակալ ենք քեզ, որ մեզի փառիկներով գլեցնես և զանազանություն չես տներ քու փառիկներդ
շնորհքները եւ ողորմությունները թափելու այս աշխարհի վրա։ Չես զանազաներ բարի եւ չարի միջեւ, հալա բոլորի վրա քու անձրևդ, քու արևդ, քու հացդ ուղարկես։ Եվ այս ցույց կտա դեր որդուն որքան բարի եւ որքան բարեկույտ Աստված ես։ Որ չես ուզեր, որ ովև մեկը գործի, այլ քու սրտի փափակը այն է, որ բոլորը ամբողջ աշխարհը քեզի ճանչնա, քեզի մոտենա եւ հնազանդությամբ։ Շնորհակալ ենք այսպես քու սրտի համար, որ անընդհատ մեզի կհրավիրե հնազանդ լինել։ Շարունակական երբով մեզի գոհնես որդեր, որովհետեւ քու ճամփաներուդ մեջ մնանք եւ այսօր համար մենք շնորհակալ ենք քեզ։ Այս արամոտ բարձր ու կանոններ մեր աղոթքները քեզի բարձրացնելու, մեր խնդրանքները քու առջևդ բերելու, մեր հոգերը քու սեղանիդ վրա դնելու։ Գիտենք, որ դու այդ բոլորը գիտես, բայց նաև դու կսպասես, որ մեր սրտերեն եւ մեր շրթունքներեն այս աղոթքները քեզի բարձրանան։ Եվ ադիգավորներ այն է, որ դու ուզես, որ մենք քեզի հետ հարաբերության մեջ մտնենք։ Մենք խոսենք քեզ հետ։ Ովներ քո առջևդ կբերենք այս վարկանից մեր ընտանիքները։ Քո առջևդ կբերենք մեր ծնողները, մեր զավակները, մեր քույրերը եւ եղբայրները։ Գաղութենք ու դու օգտակար ունես բոլորին, մահես եւ պաշտպանես երևելի եւ աներևույթ փորձանքներն, մահես եւ պաշտպանես ովներ բոլորին ու արյանը տակ, եւ շնորհ տաս ովներ, որ ապահովությամբ շարունակենք մեր կյանքը։ Քո առջևդ կբերենք հիվանդները, քո առջևդ կբերենք անապորան ովներ մարմնի դգարություն ունի, անհանգիստ են։ Դու այդ բոլորը գիտես եւ կվստահին քեզ, որովհետեւ դու բժիշկներու բժիշկ ես եւ քեզի համար անգարելի բան չկա։ Գաղութենք, որովհետեւ բժիշկ ես հիվանդները, զորացնես դգարիողները։ Մասնավորապես քո առջևդ կբերենք մեր մարմնոքույրը։ Շնորհակալ ենք, որովհետեւ դու օգնության հասար, շնորհակալ ենք, որ բժիշկներուն հետ եղար եւ առաջնորդեցիր։ Շնորհակալ ենք, որ մեր քույրը օրեօր ավելի հառաջ կերտա։ Գաղութենք, որ իր հետը լաս զորացնես իր մարմինը եւ եկող ժամանակի մեջ ովներ շուտապույտ ապակին ուտասին։ Գաղութենք, որ խաղաղության համար, այս աշխարհի խաղաղության համար, որովհետև դու օգնությունը թողես եւ իմաստությունը թողես այս աշխարհի առաջնորդներուն, գարավարողներուն, երկիրներու միջև ովներ խաղաղություն տնես։ Գաղութենք որ ուր որ անօթություն կա այնտեղ հաց լգես, ուր որ ձալավ կա այնտեղ ջուր ուղարկես, ուր որ ախորագություն կա այնտեղ ովներ ցերկը կերգարես եւ պետքեր ունեցես։ Գաղութենք ովներ այս երկրի համար, Կանադայի համար, գաղութենք որ այս երկրի բարիքները ավելցնես, հիշես ովներ վարչապետը, կառավարությունը, իմաստությունով օգնեցնես, որովհետեւ կարողանան խաղաղությամբ առաջնորդել այս երկիրը։ Գաղութենք մեր ժողովրդին համար, հայ ժողովրդին համար, գաղութենք Հայաստանի համար, որովհետեւ այնտեղ խաղաղությունը կա, այնտեղ սերը կա, այնտեղ հարկանքը կա։ Գաղութենք որ մեր հայ ժողովրդին սիրտը քեզի դարձնես, ըլլա Հայաստանի մեջ, ըլլա սպիրտի մեջ։ Բոլորս մեկ մարմին, մեկ մարդ կարողանալ քեզի պաշտել եւ պարապել։ Գաղութենք այս եկեղեցին համար,
որ այս եկեղեցին պահես և պաշտպանես։ Այս եկեղեցի բոլոր անդամներուն համար, ընտանիքներուն համար, փոքրերուն համար, բադանիներուն համար, երիտասարդներուն համար, դարեցներուն համար և բոլորին համար որ գաղութենք, որ դու աչ ցերկդ հովանի ելնա, պահես և պաշտպանես ամեն տեսակի չարիքեր, ամեն տեսակի փորձութենե, ամեն տեսակի փորձանքեր, ամեն տեսակի դիվանքութենե։ Տուն հովանի ելնաս այս եկեղեցի։ Շնորհք տաս Տեր, որ կարողանանք շարունակել այն ընթացքը, որ դու մեր առջև ընտրես։ Հնազանդության մեջ ունենք, մեր ականջները բաց մնան խոսքի առջև։ Շնորհակալ ենք քեզ, որ ինչ որ ըրած ես, ինչ որ գնես և ինչ որ պիտի անես։ Փառքը, բադիվը, երկրպագությունը գվայել է քեզ։ Շնորհակալ ենք քեզ, Տեր։ Ամեն։ Շարունակենք Տերը պարապայել, երկելով ոտքի վրա երթիվ 94, երթիվ 94, Տեր ինձի առաջնորդել։ Դեր ինձի առաջնորդ է, ամեն օր ինձ երկես բրն է։ Շատ լավ պարելով վերջացուցինք այս երկը և վստահ եմ, որ մեր բոլորի սրտեն այս աղոթքը բարձրացավ, որ Աստված մեզի առաջնորդ է մեր յանքի բոլոր օրերու մեջ։ Դարձյալ բարիքանուս բոլորին, որ իր շնորհքով այսօր անգամ ևս արիթ ունեցանք այս տեղի մեջ Աստծո տանը մեջ հավաքվելու, զինք պաշտելու, պարապանելու և իր խոսքը լսելու։ Որ մեր ականջները բաց լինան Աստծո խոսքին առջև, որովհետեւ Աստծո խոսքին սերմը
սանդի մեր սերդի մեջ և բդուխ բերում։ Ինչ կրնապատահին, երբ տեղը ուզես եկալ և ճամպան չես գիտեր։ Հիմա ժամանակին կարդես կգործած էինք, քիրք կլար, կամ թուղթ կլար, թերթի մեծ կպանայինք և այլն, գսերտեինք դունը, ինչպես կդետանք, ու գեմ երտանք։ Լիբանանի մեջ կհիշեմ կարդես չի կար, ամեն 1-2 կիլոմետր մեգումը կգենայինք, անգունը կհարցնեինք և մեզ գսեինք աչ կնա, ծախ կնա և այլն։ Հիմա այսօրերը քիչ ավելի թույլ է, գիտեք, տեխնոլոգին գա և բոլորս մեր տելեֆոններում վրա GPS ունենք և հասցեն գտնենք և GPS-ը մեզ գսե, որ ամեն եկար ճամպան որն է, ուր գեգրնան կերտալ, կամ որ ճամպան կոց է։ Շարականներ GPS կար ճիշտ չսեր և մեզի ուրիշ տեղեր գնալի։ Շարականներ ինքը GPS-ը մեզ մեկ օգնություն ուզե, որ եթե ճամպան կոց է, իրեն նուր պիտի դաս, որպեսի ըսես, որ GPS-ի ճամպան կոց է, որպեսի հաջորդ անգամ ուրիշ մեկը եթե այդ ճամպային միտանցնի, ինքը հաջորդ կացողին լուրն է, որ ճամպան կոց է։ Ուրեմն մենք սկսանք կործակցի տեխնոլոգիին հետ, որպեսի տեխնոլոգին մեզի օգնեն։ Թեպետ այս բոլոր թյուրությունները կան, բայց նորեն շնորհականներ թյուրին չլար, դեղի երկար ու ճամպան չես գիտեր։ Ասկե տարիներ առաջ օտոմը կնեցի Լիբանան, և անոնք Լիբանաներ են, գիտեն, որ օտոները, որ գկնես, երբ որ դու անունիկ պիտի դարձնես, այդ օտոն ուր որ արձրակրված է, հոն պետք է տալիս։ Հիմա հոս Կանադայի մեջ շատ թյուրում է, որ մեկներ սարք կերտաս, կամ հիմա ես անլայն աղնաս, որ օտոն արձրակրել, պետք չունի սալ երտալ։ Հիմա օտոմը կնեցի և վերջը հայտնի եղավ, որ օտոն պետք է Տրիպոլի երտալ։ Եվ Բեյրութեն Տրիպոլի ամոն գիտե Բեյրութի շամ ճամպայի։ Եվ ես կանգիս մեջ Տրիպոլի տերևս մեկ անգամ կացել եմ, կամ չեմ կացած, չեմ իշել։ Ուրեմն, եղբայրը ես եկավ և միասին Տրիպոլի կացին, անշուտ չենք իրեր ճամպան, GPS-ը։ Հիմա երբ որ մոտեցանք Տրիպոլի և սկսանք մտնել քաղաքի մեջ, ուրեմն շրջանը, որ գոչվի ըբբե, փնուր նշանակի։ Ուրեմն քանի որ ճամպան չենք իրեր, GPS-ը ինձի բանյանական լուր դվավ, ասա, որ ավելի դարդ ճամպան մտա, ուզես շանականներ կբադահին ես, faster։ Ես ալեսի արդեն մեկ ու ես շամքշերը հոգներ եմ, օքեյ ես եմ, ինձի ավելի դարդ ճամպատ ողծոցներ, ավելի շուտ կհասնենք։ Կորձելիս ավելի շուտ կվերջացնենք, ուրեմն ես այո դոքեցի, GPS-ը ուրեմն ճամպաները ետ կալկուլեյտորավ, և ինձի քիչ մկալել ես վեջ, ասա, որ աչ պիտի մտնես։ Հիմա մայ ճամպայի մեկ երտանք, որ մեզի աչ մացուց, մտա ես աչը, երբ որ աչը մտա քիչ մկալեցի, զիվտը, կեպնի զիվտը, սկսավ քիչ մը խորտ ու խորտը դա։ Ասի, որ դեպքիս մեջ ասիկա դարնշաններ չեն։ Քիչ մը կշեր ես վեջ, այդև զիվտը վեջացավ, հողի վրա ասիսավ կալել։ Ասի, որ երբեք դարնշաններ չեն ասիկա։ Հազիվ քիչ մը կշեր ես վեջը, բզդիկ խրջիտ մի երևցավ, թիմացը, և խրջիտին երբ որ մոտեցանք, խրջիտին մեջ են 3 հոգիներ AK-47-ով դուրս եղան։ AK-47-ը Կլաշնիկովն է։ Եվ անդերը ինչպես հայերենով կսեն թույկս կրվեցի։ Եվ ասի որ դպիս մեջ են հիմա նոր գնաց օտոս մորնա, գյանքերնից ազատելու լայնք։ Եվ որ մոտեցանք, Բարդուանի իջեցուսի, սիվիլ հակացել և ես նեն կոցևյան աչկևին գերևիկոր և զենքը պրնացեն, ասա որ ինչ կնես որ հոս, ասի որ նայր ես Բեյրութեն եմ, առաջին անգամ դե Տրիպոլի ու կամ որ և երբ օտոն արձանակում, ճամպան չեմ գիտեր, GPS-ս ասպես սուս։ Ասա որ դու գիտես հոս ուր ես, ասի երբեք չեմ գիտեր, առաջին անգամ եմ գալու։ Ասա որ այստեղ պաղեստինցներու բնականցները որ արգելված է մտնել, որ նույնիսկ Լիբանանյան բանակը չի գտանալ, դեռ մեկ չեմ մտնել, կամ համաձայնություններ։ Ասի որ դերողամին կերին ես չէին գիտեր ճամպան։ Ասա որ լավ, հիմա քիչ մը գերտաս, ասա ծախ ճամպանը գա, անդերեն վեր գերես, GPS-ը չես էդեր։
որպես երբ մայ ճամփան արվեստավ եւ երկարիկները դրետաս ամրակսի տասի Սավ անգամ մնալի կապս սիրոս եւ ազատեցավ Հիմա GPS-ը շատ ակատեր քեզի դոկտե բայց շատ ակատերը քեզի քլխի ծավի մեջ ունեցել Աստծո խոսքը նայեցեք ինչպես Ջամփակը որ մարդուն շիդակ կերևնա, բայց անոր վերջավորությունը մահվան ջամփակ է։ Ջամփակը, որ մարդուն շիդակ կերևնա, գկարծես, որ ճիշտ ջամփուն վրան ես, ճիշտ տեղը գետաս, որ ճիշտ բանը գնես, որ բայց անոր վերջավորությունը ուր գտանի քեզի մահվան վրա։ Արագած 14-12 նույն խոսքը արագած 16-12-ի մեջ նա ասիկա մեզի ցույց տա որ կային կարևոր խոսք է ասիկա եւ որ կային իրական խոսք է որ Աստծո խոսքը մեր առջև գտնվում Հավանաբար շատերս անցած ենք նման պատմություններով ինչպես ես անցա եւ կփորձենք ավելի արագ ճամփատներ կփորձենք ավելի շուտ հասնել եւ շարականներ խջողի մեջ կպրկվին, շարականներ ճամփանված կգործենք, որ ճիշտ դեպը գերտակ, որ ճիշտ ճամփան գերտակ, բայց ժամանակը մեզ ցույց տա, որ մեր գարձածը այդքան ճիշտ չէ։ Ճամփակը Յակի մեջ գտնենք ճամփաներ արջև։ Ճամփակը չի նշանակել անպայման մեր կացած ճամփան ինչ-որ մեր ինքնաժարժները կկշենք կամ ինչ-որ կքարենք ճամփուն վրա, այլ ճամփակը նշանակել մեր յանքի մեջ ուղղությունը, մեր յանքի մեջ հավատքը, համոզումը, կամ մեր յանքի մեջ որոշումը, եւ ադիգա ճամփան է, որ ուզենք թե չուզենք, այդ որոշումը պիտի առնենք, ուզենք թե չուզենք այդ համոզումը պիտի ունենանք, ուզենք թե չուզենք ճամփանը պիտի ընտրենք։ Հիմա ասիկա իր հոգևոր առումն ալունի, իր ընկերային վիճակն ալունի նույն ժամանակ, ադեներ որոշումներ կլան մեր արջևը, որ պետք է առնենք այդ որոշումները եւ այդ որոշումներում ընդմեջեն կարողանան ճիշտ կերպով ընթանալ։ Մարդուն կա, որ այդ ճամփան շիդակ կերպ։ Շատ անգամներ այդպես որոշումներ որ դառնենք շիդակ կերպ։ Բայց միայն ժամանակը ցույց կտա, երբ որ մեր արած որոշումին բդուղը գսկսենք քաղել, ցույց կտա, որ մեր արած որոշումը ճիշտ էր կամ սխալ էր։ Երբ որ բավական կքարես քու ճամփուդ վրա, այն ժամանակ կգիտնաս, որ ինչ որ որոշեցիր ճիշտ էր կամ սխալ էր։ Շատ անգամներ այդ ճամփան կգտնա երևի շատ համոզիչ ճամփան։ Կամ կգործես, որ դու իմաստուն ես եւ ճիշտ կերպով կգտնաս ընտրել, որ ճամփան պիտի երթաս։ Շատ անգամներ ադիգա փարոյական երևի, մորը, որ առնես այդ ճամփան։ Շատ անգամներ դրամապանական երևի, էքսպլոջիկ։ Շատ անգամներ շատ պոպուլար է։ Ամեն մարդ այդ ճամփային երթան։ Ամեն մարդ այդ որոշումը գնել։ Ես ինչու չնեմ, ես անում։ Պոպուլար։ Բայց մեր գործառույթը մեզ է, որ ինչ որ պոպուլար է, բայց չէ որ ճիշտ է։ Գտնա ուրիշին համար ճիշտ է, բայց մեզի համար գտնա ճիշտ չէ։ Բայց վերջավորությունը գսե մահվան ճամփան է։ Մարդ կգործե, որ իր արած ճամփան կյանքի ճամփան է, շիդակ ճամփան է, բայց վերջավորությունը
մահվան ճամփան։ Եվ ասիա երբ կերևի, երբ որ վերջավորության դրասնես։ Եվ ո՞ս է վտանգը։ Գաղտնը որոշումներում է, երբ որ վերջավորության դրասնես, երբ չես կդար թարնալ։ Գաղտնը բարականը երբ կրնար ստանալ և շտկել քո արած որոշումից։ Հիմա օրինակներ ունիդամ գտեսնենք։ Բարականներ կա, որ մեր որ քարեցին այդ ճամփային, այդ ճամփում քինը պիտի վճարես, ուզես թե չուզես։ Եվ գսե ադիգա մահվան ճամփան է։ Ոչ թե միան վնաս բերող ճամփա է, ոչ թե միան, ասենք, disappointment, հուսահատության ճամփա է, այլ նաև ինչ է, ատյանտի, մահվան ճամփա։ Եվ Աստված մեզ կյանք տված է, որովհետև կյանք ունենանք եւ ոչ թե մահ ունենանք։ Ասիկա հոգևոր իմաստը։ Եվ ինչ է հոգևոր իմաստը մահվան ճամփում, որքեզի մահ գտանի անիալ Աստծո բաժան։ Separation from God։ Մարդու համար մահը, հոգևոր մահը Աստծո բաժանվիլ գնշան։ Աստծո հերանալ գնշան։ Ինչպես մեր դրամապանությունը շարականներ, մեր միտքը, մեր համոզումները միշտ չէ, որ համացան են Աստծո հետ, Աստծո մտքի հետ և Աստծո խոսքի հետ։ Մեր շուրջը գտեսնենք շատ համոզումներ, կաղապարներ, հավատքներ, որոնք ամբողջությամբ հագարան և Աստծո մտքին և Աստծո խոսքին։ Հիմա դու որ մեկը պիտի ընտրես և ինչպես պիտի ընտրես։ Անոնք, որոնք ծնողք են, շատ լավ ասիլա, և որ իրենց ավարտներում գստեսին խրադել, մանավանդ դպրոցի մեջ։ Ինչպես պիտի ընտրես գստեսից խրադել ու զավարկել, ինչպես պիտի ընտրես ու բարեկամդ։ Չէ՞։ Տասարանի մեջ 20 հոգի կա։ Որու հետ բարեկամդ ելնաս։ Ծնողները կխրադել իրենց զավակները։ Գսկուշացնեն, որ ամեն երեսիդ խնդացողը չես կնար բարեկամ ոչել։ Մենք նույնն ենք, Աստվածը մեզին կխրադել։ Մենք այս զավակներն ենք։ Այս կյանքի մեջ երբ որ կհարաբերենք մարդոց հետ, ինչպես պիտի ընտրենք այդ հարաբերությունները։ Եվ որ որոշումները առջև կգնան, ինչպես պիտի ընտրենք մեր որոշումները։ Ճամփա կա մեր առջև։ Արդյոք այդ ճամփան դեպի մահ կտանի, դեպի կյանք կտանի։ Այս է հարցումը, կարևոր հարցումը, որ մեր առջև կգնա եւ միշտ մեզի գհրավիրե, որ ճիշտ կերպով կարողանան մտածել ինչպես ընտրելու։ Ինչ որ գերեվի, չի նշանակել, որ անոր վերջավորությունն անունին է։ Ինչ որ գերեվի, չի նշանակել, որ ինչ որ պիտի հասնիս նույնն է երևծածին պես։ Գտնա երևծածը դարբերը վերջավորությունը դարբերը։ Հիմա շատ անգամներ Ամազոնեն կամ անլայն փամը գավասում, ես նգարը դիտես և պատրը։ Կհամոզվիս, գվեջարես և դուլը կա։ Գպանաս կարտոդա, նեյրոնի և այլը, գտեսնես, որ նգարի մեջ չէ։ Գարձեցիտ, որ անորվես միլնա, բայց անորվես չէ, երևծածի պես չէ լավ իրականությունը։ Գյանքի մեջ այդպես է։ Փանիմը որոշում գանես, կսպասես, որ այդպես միլնա, բայց հագարան միլնա։ Եվ որ կգարտան Աստծո խոսքը, առաջին գլուխները Աստծո խոսքին, Ադամ և Եվայի պատմությունը, նույն խնդիրի առջև եկան։ Օծը սատանան եկավ և խապեց երկուքին և ասա, որ նո, Աստուծո ըսածը այդպես չէ, իմ ըսածս ավելի ճիշտ է։ Խապվեցին։ Եվ ինչ կսե Աստծո խոսքը, և անգեսա, որ բդուղը աղեկ է գերագուրի համար, հաջելի է աչկերուն և պապակելի է իմաստու տնելու համար։
Ջամփոնը սկիզբը շատ ավոր մարքեթինգ կար, շատ ավոր երևցավ, որ եթե տնես, նայıb ու պիտի հասնես։ Բայց երբ որ Եվան գերավ գոտուղեն, հասավ այն խոստումներուն, որ սատանան իրեն խոստացավ։ Այդ իր անհնազանդությամբ մահվան պատճառ դարձավ։ Գարձեց որ ադիգա կյանքի ճամփան է, բայց մեջտեղ ելավ որ ադիգա մահվան ճամփան էր և խաբվեցավ։ Գգարտանք անարակ որդիի մատնությունը։ Անարակ որդին գարձեց, որ իր հորը հարստությունը առնելով պիտի երթա և կյանքի ճամփան պիտի վայելեր և ինչ ուրախ պիտի ելնա իր կյանքի մնացած տարիներն մեջ։ Այդպես երևցավ սկիզբը։ Որովհետև իր հորը դանամեջինքը հանգիստ էր։ Ինքը ամեն ինչ ուներ, ծառաները, դրամը, հարստությունը, հանգիստ կյանքը, ավելի լավը գարստը։ Ես ինչու ասկայնով պիտի փավարավիմ, եթե գալերիությունը ունիմ ավելի լավ ունել։ Համոզիչ երևցավ, քրավիչ երևցավ։ Թերևս իրենց թրացներում զավակներն ալ նույնը արին, իր ընկերներն ալ նույնը արին, չենք գիտեր։ Թերևս փոփիլեր էր այն ժամանակ, չէ՞։ Ինչ կա որ երթամ ես հանգիստ իմ իրավունքս գվայելեմ։ Իր արջերը շիրակ երևցավ անջան։ Բայց է որ Աստծո խոսքը գարտանք, այս արագը գարտանք կտեսնենք, որ այս որդին ընտրած ճամփան կյանքի ճամփան էր։ Ժամանակը ցույց տվավ, որ դա մահվան ճամփան էր։ Եվ Ադոնամ երբ որ վերադարձավ, իր հայրը ինչ ուսավ իր համար։ Ահա որդիս որ մեռած էր և ողջացավ։ Սորվեցավ իր տասը։ Գիտցավ, որ իր ընտրած ճամփան, որ կյանքի ճամփան կգարձեր, մահվան ճամփա ելավ։ Ճամփա որ մարդուն շիտակ երևնա, բայց անոր վերջավորությունը մահվան ճամփան է։ Ասկե 70 տարիներ առաջ Գերմանիայում մեջ Հիտլեր անունով մեկ ելավ և ասավ, որ ես ավելի լավ ճամփա ունեմ։ Մենք գերմանացիներս ասավ խելացի ասք ենք։ Ինչու համար ուրիշներով հետ համասավ եղան։ Մենք պետք է իշխող ենք։ Մենք ջերմագամորդ ենք, տեղին մազեր ունենք, գեղեցիկ աչքեր ունենք, մենք պետք է իշխենք Եվրոպայի վրա։ Եվ այս գաղափարը մեջտեղ արեց։ Եվ նույնիսկ իր երկրի մեջ անոնք, որոնք ֆիզիկական դգարություն ունեին, գաղ էին, բույր էին և այլն խուլ էին, անոնց բոլորին վերցնել տվավ, որպեսզի իր ժողովրդին սերունդները բոլորն առողջ կան, բոլորն լավ DNA-ներով կան։ Այդ ճամփան իրեն կյանքի զորության, իշխանության ճամփա երևցավ։ Միան տարիներ վերջ ցույց տվավ, որ այդ ճամփան մնել պատճառ դարձավ մոտավորապես 75-80 միլիոն մարդ մեռնելու։ Եվ ասիկա չսենք տագավին նյութական վնասները, որ գրեց նախ Եվրոպան և ետքը մնացյալ երկրները։ Որոշումը արավ, որ ադիգա կյանքի ճամփան էր, լավ ճամփան էր, բայց ադիգա համաշխարհային երկրորդ պատերազմի ճամփան էր։ Ինչ որ երևի ադիգա չէ, որ վերջավորությունը նույնն է։ Այսօր մեր շուրջը քաղաքներ գտնվում են։ Եվ գսեն մեզի նոր քաղաքները, հիմա երդասատները գիտեն ասել։ Follow your heart. Քու սրտիդ հետևիր, քու զգացումներուդ հետևիր։ Ինչ կզգաս որ անիրա ճիշտ է, անոր հետևիր։ Ասի նոր քաղաքն է։
Աստծո խոսքը գիտեք ինչպես է։ Սիրտը ամեն բանեն ավելի խաբեբայ է։ Եվ խիստ չար է։ Զանիկալով դրնա գիտնան։ Սիրտը գսե խաբեբայ է։ Գխապե քեզի։ Եվ այսօր աշխարհը քեզի գսե քու սիրտի հետևիր։ Եվ ասարտերում գսե ծեր սկացուներուն հետևեցեք, ծեր սիրտի հետևեցեք։ Անորը մարգդեսնենք մեր շուրջը պճացած սերունդներ ան։ Որովհետև սկացուներում է հետևին։ Եվ Աստուծո խոսքը մեզի գսե, որ սկացուները քեզի կխապեն, խապեպայ են։ Չնա որ հետևիս սկացուները։ Չնա որ հետևիս I am feeling this way։ Եվ ատկու ֆիլինգներով, ատկու սկացուները որոշումները դարվես։ Ադիկա մահվան է դարի քեզի։ Ադիկա գոստի դարի քեզի։ Նայեցեք դեպքերում մեջ այսօր։ Նայեցեք Facebook-ի վրա, TikTok-ներում վրա, երիտասարդությունը, մադանիները, նայեցեք։ Սկացուներում է հետևին, ոչ է։ Աստված օգտականը լա եղող 50 տարիներում ինչ մի դեր այս աշխարհում։ Մեզ մեջ շատերը հոսում չունեն, բայց մեր զավակները շատ հավանաբար հոսում են։ Աստված իրենց վահի է պաշտպանում, մեր ավարտվան սիրայինները։ Նոր կանապարներ ունենք գսել live your truth, քու ճշմարտությունը ապրիր։ Քեզի համար ինչ որ է ճշմարտությունը անիգա է ճիշտ։ Այսեք Աստծո խոսքը ինչ կզե, բայց ան որ ճշմարտությունը գործադրե, ոչ թե ճշմարտությունը, այլ ճշմարտությունը գործադրե լույսին կողմուկը, որպեսզի հայտնի ըլլան թե իր գործերը Աստուծո գործերից։ Այսօր աշխարհը գսե որ ճշմարտություններ կան, հիմա դու քեզի ընտրե որ մեկն է քեզի համար ճշմարտությունը, ավոր մեջ է կան։ Աստծո խոսքը մեզի գսե մեկ ճշմարտություն կա, ադիգա ապրե։ Մյուս բոլորը ճշմարտություն գերևի, բայց խաբեություն է։ Որ կգարձես, որ քեզի կյանք գտանի, բայց քեզի մահվան գտանի։ Հովանու 3:21։ Հիմա մեր սրտեն հարցում կհարցնենք, ասենք եղբայր դիտող, նախ ինչպես ընտրեք մեր ճամփում։ Ինչ սևեր կան, որովհետեւ մենք կարողանանք ճիշտ կերպով ճամփան ընտրել, ոչ թե ինչ որ գերևի ընտրել, այլ ինչ որ չերևի, վերջավորությունը չերևի, բայց գիտենք, որ Աստուծով, եթե ընտրենք այդ ճամփան, գիտենք, որ մեզի կյանքի պիտի առաջնորդի։ Քիչ առաջ մեր եղբայրները Խորեն եւ Բենջամինը մեզի շատ գեղեցիկ հատված մգարտացին Արագած գիրքերը։ 5-րդ համարը այսպես ասեք, ու բոլոր սրտովը Տերոջը ապավինե եւ իմաստությունդ մի վստահի։ Տուն քեզի ես ամեն բան գիտեմ։ Մեկի գործից թող չխառնի։ Ես գիտեմ, իմ գլուխս մի ուղ է։ Ջանցի, որ ու իմաստությունը սահմանում է։ Ամեն բան չես գիտեր։ Որքան որ գիտես, ամեն բան չես գիտեր։ Որքան որ դու քեզի խելացի նկարծես, ատմեն խելացի աճես։ Որքան որ իմաստուն նկարծես դու քեզի, գիտած է ոգու իմաստությունդ սահմանում։ Որքան դպրոցի մեջ միշերը բարձրը միշտ ուղերձներ գալես, գիտած է որ մոնեն սահմանապակես։ Դագավին պետք ունիս ավելի սովետել։ Քու սահմանները գիտցիր եւ քու իմաստությունդ մի վստահիր։ Երկրորդ կետը զաստված ընտրել, իր խոսքը ընտրել, որպեսզի կարողանաս զանազանել, to discern what is right and what is wrong. Կարողանաս զանազանել ինչը ճիշտ է եւ ինչը սխալ է։ Աստուծո խոսքը մեզ իմաստուն կդարձնի զանազանելու ճիշտը եւ սխալը իրար մեջ։ Սև եւ ջերմագի իրար։ Որովհետեւ Աստծո խոսքը եւ Աստված լույս է։ Որևէ մեկ բանը չես կնար զանազանել մութի մեջ։
Հիմա մութին մեջ մտիր, սենյակը մութ թողնա, բահարանը բացնային, գտնաս զադել որ մեկ հակոստի պիտի հատնես։ Լույսը պետք է վարես, որովհետեւ ընտրես որ մեկ հակոստի պիտի հատնես։ Մեզ մեջ շատերու մեջ բահարանի մեջ ալույսը դրել, որովհետեւ ավելի լուսահավոր նա մեր բահարանը դեսնենք մեր հակոստը։ Մտության մեջ չես կդար ընդրություն ունել։ Լույսի մեջ է, որ ճիշտ ընդրություն ունես։ Անորամարնաչով խոսք ինչ կսել, Արագած 3:6-ը։ Քու բոլոր ճամփաներուդ մեջ զանիգա ջանչցիր ու անիգա ու շավիներդ պիտի ուղի։ Աստուծո ջանցցիր։ Իր խոսքը գա։ Իր խոսքին մասին մտիկ բեր։ Սորվիր, որովհետեւ կարողանաս զանազանել ճիշտը եւ սխալը։ Բերուտի մեջ բարեկամ ունին, որ լումայապող է, սարավ արապերելով։ Անգամ իրեն ասի, որ ասի ինչպես կզանազանես, որ մեկ տրամը գերց տրամ է, որ մեկ տրամը իրական տրամ է։ Գիտեք, Լիբանանի մեջ շատ մզավ արվես է, շատ դոլարներ կա, որ գերց է։ Ասի ինչպես կհասցնես գերց տրամները գիտնան, ասա, որ մի կան։ Ես պետք է չունիմ ասա գերց դոլարները սերդելու։ Ես սա լավ մասնակիտ եմ ճիշտ դոլարը ինչպես կրում։ Երբ որ ճիշտը սա շատ լավ սերդած է, որևէ մեկ գերձը կան է սա գերնամ գիտնալ ասիգա ճիշտ չէ։ Ինձի կարևոր չէ սա գերձին որ մեկը գերձ է, որ մեկ մաշինը գերձ է, ներմը գերձ է, ասքիրը չկա, ասնկարը ձու է, կարևոր չէ սա։ Կարևորը ճիշտը ես լավ պետք է գիտնամ։ Ամեն օր գերձ տրամ գերձ է։ Ես չեմ հասցի գերձը սովորելու, և պետք է չունին գերձը սովորելու։ Ես շիդանը ճիշտը սովորելու։ Աստուծո խոսքը այդ ճիշտ դոլարը է, որ պետք է լավ սերնենք, լավ գիտնան, զանազանելու գերձ քաղաքարը։ Եթե Աստուծո միտքը և Աստծո խոսքը լավ չենք գիտեր, ամեն օր նոր քաղաքարները։ Բացեք ձեր մոբայլները, Facebook-երը, TikTok-երը, չգիտեմ, YouTube-ները, բացեք ամեն օր նոր քաղաքարը, բացեք ուրերը մտիգրեք։ Ամեն օր նոր քաղաքարը, ամեն օր նոր ճամփանը բանակ։ Ինչպես պիտի գիտնաս։ Ճիշտը գիտցիր, Աստծո խոսքը գիտցիր, և անիգա ու միտքը պիտի լուսավորե և պիտի գիտնաս, որ արջևի հրամցվածը, ու արջևը հրամցվածը ճիշտ է, թե սխալ է։ Երրորդ կետը ընտրել նաև մարդոց խրատը, հավատացյալներու խրատը, քեզմե մեծերու խրատը, աստվածավախ մարդոց խրատը, անոնց մտիգր է։ Անոնք անցած են այն ճամփային, որ դու անցած ես։ Seek godly counsel. Փնտրել, հարցուր։ Մեր շուրջը լեցուն են հավատացյալներ, դարեց հավատացյալներ, որոնք կործանի են, որոնք անցած են դժվար ճամփաները, գիտեն, անոնց մեկ խրատ փնտրել։ Իսկ չորրորդ կետը խնդրել Աստծո Սուրբ Հոգին, որ քեզի առաջ պարտի։ Հիսուսը սա մինակ չեն ցիկել քեզի, համա ինչ կրկեմ, ճշմարտության հոգին կրկեմ։ Աստծո հոգին մեր մեջ կգործի։ Խնդրել Աստծո, որ Սուրբ Հոգիով լեցվիս եւ կարողանաս Սուրբ Հոգի իմաստությամբ ընտրել քու ճամփաները, որ դու արջևը կուտան։ Նայեցեք ինչ կսել Եսայի մարգարեն 30-20 մեջ։ Երբ աջ կողմը կամ ցախ կողմը խոդորելու ես, քու ագանչներդ յետևետ խոսքը պիտի լսեն, որ լսեն ասիգա եջամբան, ասկե քանեցեք։ Շալականներ կգտնվիս քրոսրոդի վրա։ Ցախում երտաս, աչում երտաս, չես գիտեր։ Ընդրություններ կան քու արջերդ։ Քու ագանչներդ ըսկարին թողնա, որ Սուրբ Հոգին քեզ ճիշտ ինչ կսե։ Անշուշտ այս բոլոր գետերը կողմի բերելով կկարողանաս զանազանել և ընտրել այն ճամփան, որ դեպի քեզի կյանք կտանի։ Մենք բնականաբար ծնած ենք մեղքի ճամփի մեջ։
Եվ Աստված մեզի անիծը կտա ընտրելու կյանքը։ Մովսեսի է սա Աստված։ Ահա քո առջևը գտնեն կյանքը եւ մահը։ Ընտրեք կյանքը։ Ընտրեք այն ճամփաները, որտեղից քեզ կյանք կգան։ Երևցած բաներով մի խաբվիր, մանավանդ երիտասարդ։ Երևցած բաներով մի խաբվիր։ Լավ գիտի, որ այդ ճամփան քեզի ուր գտան։ Ճշմարիտ հավատքով գրնան մեր կյանքը ճիշտ ուղի վրա դնել, ճիշտ ճամփի վրա դնել։ Միշտ հիշե, որ Հիսուսը ասավ, ես եմ ճամփան։ Միշտ հիշե, որ անիկա ասավ, ես եմ ճամփան, ես եմ ճշմարտությունը, ես եմ կյանքը։ Չասավ, ես ճամփա մնեմ, ճշմարտություն մնեմ, կյանք մնեմ, քուշուրջը տրեցում գար, ես անասում եք օպշններ եմ մեկ ապնեմ, անիկա չասավ։ Ուրեմն ընտրեք էականը, որովհետև անիկա քեզի կյանքի գտան։ Ուրիշ ճամփա չկա։ Ճամփագանոր մարդու շիտակ գերա, այս անոր վերջը մահվան ճամփան։ Աստված մեր աչքերը կպանան, որովհետև գիտնանք այս ժամանակներում մեջ ինչ ուղղությունով պիտի շարունակենք մեր կյանքը։ Եվ ասիկա նոր խնդիր չէ, ասեմ ձեզի, ասիկա մարդու սկիզբեն, իջալակ Ադամ Եվայի օրինակը դրը։ Աշխարհի սկիզբեն իվեն այս խնդիրը գա։ Ճիշտ ընտրելու խնդիրը կա։ Անոր համար նայեցեք ինչ կսե Սաղմոս 139 վերջին համարները։ Փորձես Իսով Աստված եւ գիցիր իմ սիրտս, զիս քննեմ ու գիցիր իմ մտածումներս եւ նայել, թե արդյոք չար ճամփու մեջ եմ եւ զիս դեպի հավիտենական ճամփա առաջ։ Ամեն օր պետք ունի այս աղոթքը ընելու։ Եվ Աստծո առջև գնալու եւ ասելու, որ ով դեր այսօր ինչպես ապրեցես, ինչպես պիտի ապրես, ինչպես կուզես որ ապրես, ինչ որոշում կուզես որ ապրես։ Եվ այդ սխալ ընթացքի մեջ եմ ինձի ճիշտ ճամփան առաջնորդել։ Եվ Աստված գնե։ Այս տեսակ աղոթքերում Աստված չի մերժել, այլ Աստված կպատասխանի։ Թող Տերը մեզ զորացնե, մեր աչքերը բանան, որովհետեւ կարող ունենք մեր կյանքի բոլոր օրերու մեջ ճիշտ զանազանություն ունենք, ճիշտ ընդրություն ունենք եւ ընտրենք կյանքի ճամփան եւ ոչ թե մահվան ճամփան։ Աղոթենք։ Դեր շնորհակալություն կհայտնեմ քեզի, որ մեր առջև այս ճշմարտությունները գտնես, որ ոչ թե ինչ որ ճիշտ երևի, ինչ որ բանի երևի, ինչ որ քեղեցիկ երևի, ինչ որ քրավիչ երևի, ադիգակու ճամփան է։ Մեր աչքերը բաց, որպեսզի կարողանան իմաստություն ունենան, ընտրելու ճիշտ կերպով, ընտրելու ու ճամփաներով, որպեսզի կյանք գնան, մեզի օգնական եղի ու Սուրբ Հոգիով, մեզի առաջնորդե եւ մեր քայլերը հաստատի։ Հիսուսի անունով ամեն։ Չեք մեր որովհետեւ եղանակ կնվակե մեր սիրոնով Աստծո։
մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անհուն շնորհը, որ Աստծո անմատմելի սերը եւ ողջ Սուրբո հաղորդակցությունը ու բահաբանությունը ձեր բոլորի